Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին շատ մեծ ազդեցիկ եկեղեցիներից մեկն է աշխարհի, այսինքն փոքր եկեղեցի, այսպես ասենք, ֆինանսական հնարավորություն, բայց բավական լրջագույն ազդեցություն ունի։ Եկեք չմոռանանք, որ մեր եկեղեցին ունի իր պատրիարքաները եւ Պողոսին եւ Երուսաղեմը։ Երուսաղեմի հայկական թաղամասը ամենախոշոր քրիստոնեական թաղամասն է, որը մինչև օրս վերահսկվում է հենց հայկական եկեղեցու կողմից։ Նկատեմ, որ բառացիորեն վերջին տարիներին Իսրայելի իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի հայերին դուրս մղեն այդ հայկական թաղամասից եւ ընդհանրապես դա վերցնեն իրենց վերահսկողության ներքո։ Նույնիսկ այնտեղ հարձակումներ են եղել, բախումներ են տեղի ունեցել, հայկական Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին վերահսկում է նաեւ Սուրբ Հարության տաճարը, սա ամենախոշոր ու ամենակարևորագույն սրբավայրն է աշխարհի բոլոր քրիստոնյաների համար եւ բավականին ազդեցիկ է, ունի իր ազդեցությունը աշխարհի շատ երկրներում։ Հետաբար ոչնչացնել նման ազդեցիկ կառույցին, իհարկե սա բխում է թուրք, ասենք ասեմ, ադրբեջանական տանդեմի եւ այն քաղաքական ուժերի շահերից, որոնք այս ամենի հետևում կանգնած են։